Հովհաննես Առաքյալի ընդհանրական առաջին թուղթը գլուխ 4 Սիրելիներ, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն, իսկ նա ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է։ Եվ սրանում երևաց Աստծու սերը մեր հանդեպ, այն, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք։ Սրանում է սերը, մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար։ Սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք ևս պարտավոր ենք սիրել միմյանց։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ, և նրա սերը մեր մեջ կատարյալ է։ Սրանով գիտենք, թե մենք նրա մեջ ենք բնակված և նա էլ մեր մեջ, այն, որ նա իր Հոգուց տվեց մեզ։ Եվ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն աշխարհի փրկիչ լինելու։ Նա, ով խոստովանի, թե Հիսուսն է Աստծու Որդին, Աստված բնակվում է նրա մեջ, և նա Աստծու մեջ։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ նա ունի մեր հանդեպ։ Աստված սեր է, և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում նրա մեջ։ Աստծու հանդեպ եթե սերը կատարյալ է մեր մեջ, ուրեմն վստահություն կունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու, որովհետև ինչպես որ նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է, և ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։ Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը նա սիրեց մեզ։ Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն և ատի իր եղբորը, սուտ է խոսում։ Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից ունենք այս պատվիրանը. ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը։